Սա էլ է կրեատին, սա էլ է կրեատին ու սա էլ է կրեատին։ Տարբերությունը ինչ է, եկեք ասեմ ձեզ։ Սա կրեատին մոնոհիդրատ, որը վերջին 5 տարում ամենաշատ ուսումնասիրությունները անցել է, բանակում է մակրո կրեատին, օգտագործում ենք իրան ուժ, էներգիա, մեկ էլ մկանային մասը հավաքելու համար։ Սա կրեադասը, որը բարունակում է բոլոր տեսակի կրեատինները, առավել ամենատուտուները, որը էլի վերագանքման մեջ շատ մեծ դեր են խաղում։ Իսկ սա անաբոլիկն է, որը էլի բարունակում է մակրո կրեատին մոնոհիդրատ եւ ինքը օգտագործում ավելի շատ մկանային մասը հավաքելու համար, նաեւ բարունակում է էլի ամենատուտուների մեջ։ Իսկ ինձ եթե հարցնես գույների տարբերությունը ո՞րն է, որտեղ ինքը երկուսը մոնոհիդրատ է, ես քեզ ասեմ, սա ամերիկյան շուգայի համար է, իսկ սա եվրոպական շուգայի համար է, այսինքն ոնց որ Lexus եւ Toyota։ Իսկ եթե հարցնես ովքեր կարող են օգտագործել, ես քեզ ասեմ, սկսնակներն կարող են օգտագործեն, առաջդիմազդերներ կարող են օգտագործեն, հազարավոր բարաբոններ կարող օգտագործի, անվնասայինքը ու մենակ էներգիա եւ ուժատարիք ես մկանային աճի հետ։ Այս դեպքում ինչ ես անում, խաղում ես կրեատին ու ճիշտ ես խաղում ես խաղը։